Ողջույն բոլորին, ձեզ հետ Արմինե Նահապետյանն է։ Այսօր ներկայացնելու եմ հորոսկոպը հուլիսի 13-ից մինչև 19 ընկած ժամանակահատվածի համար։ Այս շաբաթը դեռ գտնվում է հետընթաց Մերկուրիի ազդեցության տակ։ Նրա ազդեցությունը շատ ուժեղ կզգացվի այս օրերին։ Այդ պատճառով կարևոր է լինել ավելի ուշադիր, չշտապել, դանդաղեցնել ընթացքը, ավելի շատ հանգստանալ, որովհետև մեզ մոտ նաև նորալուսին է լինելու այս շաբաթ։ Նորալուսինը կարող է բերել շատ կարևոր լուրեր և կարևոր տեղեկություններ։ Նորալուսնի մասին տեղեկատվությունը կարող եք նաև լսել այսօր երեկոյան կամ վաղը։ Այս շաբաթը շատ լավ է սիրո և ռոմանտիկայի համար։ Լավ շրջան է նաև այնպիսի վայրեր ճանապարհորդելու համար, որտեղ դուք նախկինում արդեն եղել եք։ Լավ ժամանակ է ավարտելու կիսատ մնացած գործերը, հանդիպելու վաղուց չտեսած ընկերների հետ, շփվելու հարազատների հետ, որոնց հետ երկար ժամանակ կապ չեք ունեցել։ Ընդհանուր առմամբ նախապես պլանավորված գործերը պետք է որ շատ լավ ընթանան։ Երկնքում, ինչպես միշտ, կան շատ լավ ազդեցություններ, որոնք կարող են բերել հաճելի իրադարձություններ, լավ լուրեր և հանդիպումներ։ Բայց կան նաև լարված միացումներ, որոնք կարող են արտահայտվել կամ մեր անձնական կյանքում կամ ինչ-որ ձևով ազդել արտաքին իրավիճակների վրա։ Այժմ հերթով կպատմեմ օր առ օր յուրաքանչյուր օրվա համար միտումները և էներգիաները, որպեսզի ձեզ ավելի հեշտ լինի պլանավորել ձեր գործերը։ Նաև եթե դեռ չեք նայել Յուպիտերի մասին տեսանյութը, ապա կարող եք նայել, որովհետև Յուպիտերը 1 տարի լինելու է դեռ այդ նշանում, առուց նշանում, այնպես որ դեռ կհասցնեք հաջողություններ ունենալ, եթե նայեք և հասկանաք, թե որ ոլորտում է ձեզ մոտ տեղի ունենալու։ Նաև ովքեր որ ցանկանում են խորհրդատվություն 1 տարվա համար, նախատեսված բոլոր մոլորակների դիրքերից, հետ կապված կախված չի նաև դուք գիտեք արդյոք ձեր ծննդյան ժամը թե ոչ, միայն ինձ կարող եք գրել, եթե մոտավորապես գիտեք, թե երբ եք ծնվել, առավոտյան, երեկոյան եք ծնվել, և կստանաք խորհրդատվություն։ Խորհրդատվության համար արժեքը և այլն ամբողջը գրված են Facebook-ում։ Facebook-ի հղումը կա նաև մեկնաբանության բաժնում, նաև վերնագրի տակ։ Եվ այսպիսով արդեն անցնենք օրերին։ Հուլիսի 13-ին երկուշաբթի օրը հետընթաց Մերկուրին միանում է արևին։ Սա նշանակում է, որ կարող են գալ լուրեր, գործեր, խոսակցություններ կամ իրավիճակներ, որոնք կապված են անցյալի հետ։ Ոմանց համար այսօրը կարող է լինել շատ ուժեղ նոստալգիայի օր, որովհետև Վեներան միանում է հարավային հանգույցին։ Բացի այդ, Վեներայի և Ուրանի միջև կա լարված ազդեցություն, ինչը նշանակում է, որ անսպասելի կարող են վերադառնալ անցյալի հիշողությունները, կամ կարող եք տեսնել երազներ, որոնք կապված են անցյալի մարդկանց կամ իրադարձությունների հետ։ Միևնույն ժամանակ Մերկուրիի և արևի միացումը հետընթաց Մերկուրիի շրջանում կարող է տալ հնարավորություն ավարտելու հին խոսակցությունները, փակելու կիսատ մնացած գործերը կամ ինչ-որ բան նորից սկսելու և ուղղելու համար։ Այս ամբողջ շաբաթվա առանձնահատկությունն այն է, որ կարող են վերադառնալ անցյալի թեմաները, հին գործերը, նախկին ծանոթներ, մոռացված իրեր, որոնք կարող եք գտնել, կորած իրեր, որոնք նաև մարդիկ կարող են ձեզ վերադարձնել։ Հնարավոր է, որ հանկարծ իմանաք ձեր անցյալից ինչ-որ մարդու մասին կարևոր նորություն։ Շատ հնարավոր են նաև պատահական հանդիպումներ անցյալի մարդկանց հետ, բայց պետք է ավելի ուշադիր լինել, որովհետև Վեներա-Ուրան լարվածությունը կարող է բերել ոչ այնքան հաճելի անակնկալ հանդիպում նախկինում եղած ոչ հաճելի մարդու հետ։ Կամ կարող է հանկարծ ստիպված լինեք լուծել հին արդեն ժամանակ անցած խնդիրները։ Միևնույն ժամանակ այս երկուշաբթին և ամբողջ շաբաթը շատ ուժեղ են ստեղծագործական և անսովոր էներգիաներով։ Շատերի համար սա կլինի այն շաբաթը, երբ նրանք կբացահայտեն իրենց ներուժը, տաղանդները և կարող են կարևոր որոշումներ ընդունել։ Երկուշաբթի օրը լուսինը գտնվում է Խեցգետին նշանում։ Սա շատ լավ օր է շփվելու այն ընկերների հետ, որոնց հետ վաղուց կապ չեք ունեցել,
հանդիպում կազմակերպելու կամ հեռախոսով խոսելու համար շատ լավ օր է։ Իհարկե լավ է նաև կապ հաստատել հարազատների հետ։ Եթե երկար ժամանակ չեք լսել ձեր հարազատներին, չեք տեսել կամ չեք շփվել նրանց հետ, արեք այդ ամենը հենց այսօր։ Հիշեցրեք նրանց ձեր մասին, ցույց տվեք, որ նրանք կարևոր են ձեզ համար։ Սա կարող է շատ լավ հավասարակշռել այդ լարված էներգիան, որպեսզի այն ձեր կյանք չմտնի տհաճ մարդկանց կամ իրավիճակների միջոցով։ Միևնույն ժամանակ այս շրջանը նաև Պլուտոն եւ Յուպիտեր հակադրությունն է, իրենք ընդդեմ են։ Այս ազդեցությունը բավականին ուժեղ է։ Եթե կան որևէ կոնֆլիկտային իրավիճակներ կամ չլուծված հարցեր, դրանք կարող են շատ ակտիվ կերպով վեր բարձրանալ արդեն երկուշաբթի օրվանից։ Եթե ձեր կյանքում կա ինչ-որ բան, որը ձեզ չի գոհացնում, պետք է ուշադիր լինեք։ Այս շաբաթ մենք կարող ենք ստանալ նշաններ, հուշումներ, երազներ։ Կարող եք զգալ, որ ինչ-որ բան պետք է փոխել, ընդ որում շատ լուրջ եւ արմատապես։ Դրա համար այս ժամանակահատվածում մեզ տրվում է անհրաժեշտ էներգիա։ Պետք է փորձել պահպանել դրական տրամադրվածություն, չհանձնվել, բայց միևնույն ժամանակ չշտապել։ Ցանկացած քայլ անելուց առաջ լավ մտածեք եւ հասկացեք իրավիճակը։ Հուլիսի 14-ին երեքշաբթի օրը։ Այսօրը շարունակում է գործել Յուպիտեր-Պլուտոն այդ լարված միացումը։ Լուսինը դեռ գտնվում է Խեցգետին նշանում։ Այսօրը շատ հարմար է անցյալի հետ կապված հարցերը կարգավորելու համար։ Նույն օրը տեղի ունենում նաև նորալուսին։ Նորալուսինը հատկապես հետընթաց Մերկուրի ժամանակ ստեղծում է շատ նուրբ եւ զգայուն էներգիա։ Երկուշաբթի օրը նորալուսնից առաջ, հենց նորալուսնի օրը երեքշաբթին եւ նույնիսկ չորեքշաբթի օրը կլինեն շատ զգայուն օրեր։ Այս օրերին կարող են բացվել ներքին ունակությունները։ Դուք կարող եք ավելի ուժեղ զգալ ձեր ինտուիցիան, կանխազգալ ապագա իրավիճակները։ Եվ ուզում եմ զգուշացնել այստեղ, որ 3 օրը նորալուսնից 1 օր առաջ, նորալուսնի օրը եւ 1 օր հետո այդ օրերը համարվում են կախարդական օրեր։ Եվ յուրաքանչյուր մարդ, ով որ ներքուստ բավականին շատ նեղված է, ընկճված է, կարող է ընկնել չար մարդկանց ազդեցության տակ։ Հենց այս ժամանակ է, որ կարողանում են շատ հանգիստ մարդկանց զոմբիացնել եւ իրենցով անել։ Եթե դիմացին ունակություններ ունի կամ աշխատում է ձեզ վրա, այդ օրերին կարող է ազդել ձեզ վրա։ Նա համար միշտ ուժեղ գտնվեք, հատկապես նորալուսնի օրվանից 1 օր առաջ, 2 օր առաջ, մի խոսքով։ Եվ իհարկե այս շաբաթը շատ լավ օրեր են անցյալի կիսատ խնդիրները լուծելու համար, վախերի հետ աշխատելու համար, բարդություններից ազատվելու համար, հին հոգեբանական ծանրությունից ազատվելու համար։ Նորալուսինը միշտ նոր սկիզբ է։ Այն նոր լուսնային շրջանի սկիզբն է, աճող լուսնի սկիզբը, նոր շունչը, որը կարծես տիեզերքը տալիս է մեզ։ Այդ պատճառով հուլիսի 14-ը շատ կարևոր օր է։ Լավ ժամանակ է փակելու անցյալում մնացած ինչ-որ թեմաներ եւ ընդունելու կարևոր որոշումներ ապագայի համար։ Հուլիսի 14-ից հետո կարելի է արդեն որոշ նոր գործընթացներ մտցնել այն գործերի մեջ, որոնք արդեն գոյություն ունեն։ Բայց հետընթաց Մերկուրիի պատճառով դեռ խորհուրդ չի տրվում սկսել ամբողջությամբ նոր զրոյից սկսվող գործեր։ Նորալուսնի օրը շատ լավ է ցանկություններ պահելու համար, դրանք բարձրաձայն արտահայտելու համար, ստեղծագործությամբ զբաղվելու, ընկերների հետ հանդիպելու, հարազատների հետ շփվելու, տան, բնականի կամ տարածքի փոփոխություններ անելու համար։ Սա շատ մեղմ եւ դանդաղ էներգիայի օր է։ Եթե ունեք գործեր, եղեք ավելի ուշադիր։ Օրինակ, եթե ստորագրում եք փաստաթղթեր, ստուգեք այն ամեն ինչ, որովհետեւ այս էներգիան կարող է դանդաղեցնել գործընթացները եւ շատ բան կարող է կանգնել կամ խառնվել։ Պահպանեք ձեր աշխատանքի պատճենները համակարգում։ Ստուգեք, թե ում եք ուղարկում նամակները, հաղորդագրությունները։ Այս օրերին կարող է առաջանալ շփոթություն եւ այն բավական ուժեղ կլինի մոտակա 3 օրերի ընթացքում։ Ավելի լավ է այս օրերին շատ գործեր չծրագրել, հատկապես հուլիսի 14-ի նորալուսնի օրը։ Սա հոգու, շփման եւ ստեղծագործական էներգիայի օր է։ Պլուտոն եւ Յուպիտեր լարվածությունը կարող է իրեն զգացնել տա շաբաթվա ցանկացած օրը։ Դա կարող է լինել կոնֆլիկտային իրավիճակ, որը երկար ժամանակ կուտակվել է եւ այլևս չի կարող սպասել։
Կամ կարող է լինել մի բան, որը երկար ժամանակ պահել եք ներսում եւ դա կարող է կապված լինել աշխատանքի կամ մասնագիտական կյանքի հետ եւ դուրս հանեք։ Բայց այս ազդեցությունը տալիս է նաեւ հնարավորություն հասկանալու իրավիճակը, գտնելու լուծումներ, տեսնելու հետագա ճանապարհը եւ այդ ամենը լուծել խաղաղ ճանապարհով։ Հուլիսի 15-ին չորեքշաբթի օրը այսօրը Լուսինը անցնում է առյուծի նշան եւ միանում է Յուպիտերին։ Շատերի համար կարող են գալ կարևոր պատասխաններ, առաջարկներ կամ տեղեկություններ։ Դուք կարող եք ընդունել կարևոր որոշումներ հիմնվելով ձեր անցյալի փորձի վրա։ Նորալուսնից հետո հուլիսի 14-ից մինչև շաբաթվա վերջ կարելի է հույս դնել այն մարդկանց վրա, որոնց դուք արդեն ճանաչում եք։ Եթե փնտրում եք աջակցություն, օգնություն, ներդրողներ, բիզնես գործընկերներ կամ կարևոր տեղեկություն, հնարավոր է այդ մարդուն գտնեք ձեր հին ծանոթների շրջապատում։ Հուլիսի 15-ը դա լավ օր է հասկանալու համար, ով է ձեր իրական ընկերը, ում վրա կարող եք հիմնվել, հենվել, վստահել, ով է պատրաստ աջակցել ձեզ։ Լավ օր է քննությունը կրկին հանձնելու համար։ Լավ օր է նաև կյանքի որևէ գործ վերագործարկելու, նորից ուժ տալու համար։ Օրը ակտիվ է եւ շատ պլանավորված գործեր կարող են հաջողությամբ ստացվել։ Բայց խորհուրդ չի տրվում չափազանց շատ գործեր դնել այսօրվա վրա, դնել ձեր առջև։ Լուսինը արդեն աճող փուլում է, ակտիվ է եւ առյուծում է։ Նրա համար կարող է ցանկություն առաջանալ ավելի շատ երևալ, ինքնադրսևորվել, այնպես որ պատրաստվեք մեկնաբանություններում շատ մարդկանց ինքնադրսևորվելուն։ Այսօրը հարմար չէ հարաբերություններ պարզելու համար, որովհետև կարող է մեծանալ կոնֆլիկտը։ Հատկապես Պլուտոն Յուպիտեր ազդեցությունը կարող է բերել բախումներ հեղինակավոր մարդկանց, ղեկավարների կամ իշխանություն ունեցող մարդկանց հետ։ Բայց եթե խուսափեք կոնֆլիկտներից եւ ձեր էներգիան ուղեք այն ամենին, ինչը ձեզ իսկապես պետք է, կարող են նույնիսկ անսպասելի եւ հրաշալի ձևով լուծվել բոլոր ձեր խնդիրները։ Այսօրը լավ է ելույթների համար, ցուցահանդեսների, տոնավաճառների, համախոհների հետ հանդիպումների, տոների եւ միջոցառումների համար։ Հուլիսի 16-ը 5-շաբթի օր։ Այսօրը երկնային էներգիաները շատ բարենպաստ են։ Չնայած Յուպիտեր-Պլուտոն լարվածությանը, Լուսինը շարունակում է մնալ առյուծում։ Յուպիտերը Պլուտոնի հետ իրենք երկուսն էլ դանդաղ են եւ երկուսն էլ այսպես թե այնպես մի քանի օր մնալու են այդպես լարված դիրքում, որովհետև իրանք իրար դեմ դիմաց են։ Շատերի մոտ կարող է ավելանալ ուժը եւ վստահությունը։ Դուք կարող եք ավելի լավ հասկանալ ինչ եք իրականում ուզում եւ դեպի ինչ նպատակ եք գնում։ Շատ լավ օր է սխալները ուղղելու համար, ինչ որ բան վերափոխելու կամ ավարտելու համար, հաշտվելու, համաձայնության գալու համար։ Եթե մոտենաք իրավիճակներին դրական եւ կառուցողական ձևով, նույնիսկ դժվար խնդիրները հնարավոր կլինի լուծել։ Այս շրջանում կարևոր է չմտնել անիմաստ վեճերի մեջ։ Ավելի լավ է ցույց տալ ձեր կարողությունները, ձեր տաղանդը, ձեր գեղեցկությունը եւ ինքներդ ձեզ դրական ձևով ներկայացնեք։ Շատ լավ ժամանակ է շփումների, սիրո, հարաբերությունները վերականգնելու եւ դրանք նոր մակարդակի հասցնելու համար։ Հուլիսի 17-ը ուրբաթ օր, այսօրը մոլորակների ընդհանուր ազդեցությունը գրեթե չի փոխվում, միայն Լուսինն է անցնում կույս նշան։ Աճող Լուսինը կույսում միանում է հարավային հանգույցին եւ Վեներային։ Սա շատ լավ օր է, ավարտելու 5 գործերը, ազատվելու անցյալի իրերից, մաքրություն անելու, տունակարգի բերելու համար։ Լավ ժամանակ է նաեւ գնումների համար, հատկապես զեղչերով։ Քանի որ Մերկուրին հետընթաց է, բարենպաստ են նախկինում օգտագործված իրերի գնումները, անտիկվար իրերը, զեղչված ապրանքները։ Լավ օր է նաեւ վերադառնալու այն սննդակարգին կամ առողջական ծրագրին, որը նախկինում օգնել է ձեզ։ Բարենպաստ է մերսման, մարմնի խնամքի, սպա գնալու եւ այն վայրերը այցելելու համար, որտեղ նախկինում արդեն եղել եք։ Հուլիսի 18-ը շաբաթ օր, Լուսինը շարունակում է մնալ կույս նշանում։ Սա շատ լավ օր է տան գործերով զբաղվելու, գնումներ անելու, հատկապես զեղչերով գնումներ կրկին անելու համար եւ սեփական մարմնով եւ առողջությամբ զբաղվելու համար։ Այսօրը հետընթաց Մերկուրին սկսում է լարված ազդեցություն ունենալ Սատուրնի հետ։
Սա ցույց է տալիս, որ անցյալից կարող են կրկին հիշեցնել այն գործերը, որոնք դեռ պետք է ավարտել։ Օրը ավելի հարմար է ինքներդ ձեզ ժամանակ տալու, տան գործերը կարգավորելու համար, ստեղծագործությամբ զբաղվելու, երեխաների հետ ժամանակ անցկացնելու եւ հանգստանալու համար։ Քանի որ Մերկուրին եւ Սատուրնը կարող են դանդաղեցնել գործընթացները, գործերը եւ փաստաթղթային հարցերը կարող են դժվար առաջ գնալ։ Եթե այսօրը կարևոր գործ ունեք կամ պետք է որևէ փաստաթուղթ ստորագրեք, շատ ուշադիր ստուգեք ամեն ինչ։ Եվ իհարկե հուլիսի 19-ը Կիրակի օր, այսօրը լի է մի տեսակ կախարդական եւ ստեղծագործ էներգիայով։ Միևնույն ժամանակ այն այնքան էլ հարմար չէ նոր գործերը սկսելու համար, նույնիսկ եթե դրանք արդեն սկսված նախագծի շարունակություն են։ Ավելի լավ է այսօր օգտագործել հանգստանալու համար, սովորելու, գիտելիքները ամրապնդելու եւ շփվելու համար։ Հենց շփումների միջոցով կարող են գալ շատ լավ գաղափարներ եւ հետաքրքիր առաջարկներ։ Դուք կարող եք անսովոր ձևով լուծել որևէ խնդիր, պարզապես խոսելով ճիշտ մարդու հետ։ Լուսինը կլինի կշեռքի նշանում եւ կարող է բերել անսպասելի հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր կարող են ձեզ օգնել, լավ խորհուրդ տալ կամ հետաքրքիր առաջարկ անել։ Հնարավոր է շատ հաջող ծանոթություն։ Քանի որ լուսինը կշեռքում է, լավ է օրը անցկացնել բնության մեջ, ընկերների հետ, մարդկանց շրջապատում եւ մշակույթի կամ արվեստի հետ կապված վայրերում։ Լավ ժամանակ է նաեւ ինքներդ ձեզ խնամելու, գեղեցկությամբ զբաղվելու համար։ Կարելի է վերադառնալ այն գաղափարներին կամ ծրագրերին, որոնք նախկինում արդեն հաջողություն են բերել ձեզ։ Ոմանց համար այսօրը կարող է լինել շատ կարևոր, որովհետև կարող են ստանալ կարևոր առաջարկ, պատասխան, խորհուրդ կամ հանդիպել այն մարդուն, ով հետագայում կարևոր դեր կունենա ձեր կյանքում։ Այսպիսին է հուլիսի 13-ից 19 ընկած շաբաթը։ Այն բերում է անցյալի թեմաների վերադարձ, հին մարդկանց, նախկին մարդկանց ու գործերի ակտիվացում, նոր որոշումներ եւ կարևոր հանդիպումներ։ Թող այս նորալուսինը ձեզ բերի խաղաղություն, լավ լուրեր եւ գեղեցիկ իրադարձություններ։ Ուզում եմ նաեւ երկու բառով ընդհանրապես երկու նախադասությունով խոսել բոլոր կենթանակերպի նշանների մասին։ Հարգելի խոյեր, ավելի լավ է իմաստուն լինել եւ հանգիստ ընկղմվել աշխատանքի մեջ, քան աղմկել եւ բախվել գործընկերների ու սիրելիների հետ։ Շաբաթվա վերջում ամեն ինչ որ կերպ կլուծվի։ Օթից այդպես կարելի ասել։ Չորեքշաբթի օրը հնարավոր է ինտենսիվ համագործակցություն գործընկերների հետ։ Փորձեք բաց չթողնել ստեղծագործական եւ մասնագիտական հնարավորությունները։ Հանգստյան օրերին դուրս եկեք ամառանոց եւ կազմակերպեք որևիցե փարթի։ Դե կամ պիկնիկ։ Հարգելի ցուլեր, դուք ձեզ շատ լավ կզգաք։ Ուժով լի կլինեք եւ էներգիայով լի։ Մի մերժեք որևէ շահավետ առաջարկ։ Հիմա ձեզ համար բարենպաստ ժամանակ է։ Փորձեք խուսափել գործընկերների կամ ենթակաների հետ վեճերից։ Հակառակ դեպքում նրանք կարող են ապստամբել ձեր դեմ, ինչը վնասակար կլինի ընդհանուր նախագծի համար։ Հիմա ժամանակն է ակտիվացնել ձեր անձնական կյանքը։ Հարգելի եկվորյակներ, այս շաբաթվա իրադարձությունները բավականին հակասական կլինեն եւ ձեզ անհրաժեշտ կլինի ջանք ու իմաստություն իրավիճակում կողմնորոշվելու համար։ Սակայն ամեն ինչ ձեր օգտին կդասավորվի եւ դուք կկարողանաք հաղթանակ տանել ամենտեղ։ Դուք կստանաք գայթակղիչ աշխատանքային առաջարկ եւ ոմանք էլ նաեւ ամուսնության առաջարկ։ Ձեր երազանքները կսկսեն իրականանալ։ Հարգելի խեցգետիններ, դուք ավելի մոտ եք, քան երբևէ այն գագաթնակետին հասնելուն, որի համար աշխատում եք։ Այս շաբաթ, ինչպես որ ասում են, ծովը ձեր ծնկներից բարձր չի լինի, եւ մարտահրավերները միայն կոգեշնչեն ձեզ եւ կմոտիվացնեն զարգանալ։ Չորեքշաբթի օրը կարող եք զարմանալ որոշ հետաքրքիր տեղեկություններից։ Միշտ ապեք որոշում կայացնել։ Ուրբաթ օրը կարող են տեղի ունենալ կարևոր իրադարձություններ, որոնք կօգնեն ձեզ իրականացնել ձեր ծրագրերն ու նկրտումները։ Հարգելի առուսներ, այս շաբաթ բոլոր մտքերը ուղղված կլինեն միայն հանգստի մասին։ Նույնիսկ եթե արդեն արձակուրդ եք վերցրել, փորձեք չծանրաբեռնել ձեզ աշխատանքով եւ փոխարենը թոթափեք ստրեսը, հանեք ձեր մեջից։ Դուք ավելի շատ ինքնաբուխ հանդիպումներ կունենաք եւ հնարավոր է նաեւ ռոմանտիկ հանդիպում։ Շաբաթ օրը դուք կկարողանաք լուծել սիրելիների հետ ձեր հարաբերություններում առկա ցանկացած
նյարդայնացնող թյուր ըմբռնում։ Հարգելի կույսեր, ձեր ցանկություններն ու ձեր իրական գործողությունները կարող են որոշ չափով անհամատեղելի լինեն կամ անհամապատասխան լինեն։ Դուք կարող եք զգալ, որ ուրիշները պարզապես օգտագործում են ձեզ, փոխարենը ոչինչ չտալով։ Սա հավանաբար ամբողջովին ճիշտ չէ։ Դրա համար խուսափեք դա բարձրաձայն արտահայտելուց։ Եղեք համբերատար եւ նրբանկատ։ Կարևորը զսպել ձեր հպարտությունը։ Հնարավոր են վեճեր սիրելիների հետ, փորձեք ժամանակին կանգնեցնել դրանք։ Հարգելի կշռքներ, մի շտապեք եւ մի պահանջեք ամեն ինչ միանգամից եւ բախտը իհարկե ձեր կողմը կլինի։ Հատկապես, որ հիմա հրաշալի ժամանակ է ձեր ներուժը բացահայտելու համար։ Ճշմարտությունը կարող է դուրս գալ հակառակորդների հետ վեճերի ժամանակ, եթե լսեք նրանց տեսակետը։ Փոխեք ձեր շփման ոճը, հակառակ դեպքում ձեր սուր լեզուն կարող է վնասել, այդ թվում ձեզ մտերիմներին, որոնց չեք ցանկանա վիրավորել։ Ավելի հաճախ ժպտացեք եւ կիսվեք դրական մտքերով, այլ ոչ թե բացասական։ Մի պահեք վիրավորանքը, թողեք դրանք անցնեն եւ դուք կզգաք թեթևության զգացում։ Հարգելի կարիճներ, բարենպաստ ժամանակ է։ Հաջողություն է սպասվում ձեզ բիզնեսում, կարիերայում եւ ստեղծագործական կյանքում։ Դուք կկարողանաք գտնել փոխզիջումային լուծում նույնիսկ դժվարին իրավիճակներում։ Ձեր եկամուտը կաճի, ձեզ հաշվի կառնեն, իսկ ձեր կարծիքը կհարգեն։ Ներքին եւ արտաքին ներդաշնակությունը կպաշտպանի ձեզ հուզական պոռթկումներից։ Հարգելի աղեղնավորներ, այս շաբաթ ավելի ուժ կունենաք, առողջ կլինեք, սակայն նախքան որևէ լուրջ բան ձեռնարկելը ճշգրիտ գնահատեք ձեր ներուժը։ Ավելի լավ է այն թերագնահատել հիմա, քան գերագնահատել։ Անգստյան օրերին փորձեք բավարար ժամանակ հատկացնել ձեր սիրելիների խնդիրների լուծմանը։ Նրանք շնորհակալ կլինեն։ Հարգելի այծեղջյուրներ, այս շաբաթը կանցնի այնպես, ինչպես որ դուք եք ցանկանում, առանց որևէ հատուկ անհանգստության կամ բարդության։ Պարզապես մի եղեք չափազանց խանդոտ, կասկածամիտ կամ անվստահ։ Չորեքշաբթի օրը հնարավորություն կընձեռվի գտնել ավելի բարձր վարձատրվող աշխատանք։ Լավագույնն է լուծել կենցաղային խնդիրները առաջանալուն պես, հակառակ դեպքում դրանք կխանգարեն ձեզ։ Հարգելի ջրհոսներ, աշխատանքը կարող է լրացուցիչ ջանքեր պահանջել։ Դրա համար լավագույնն է նախապես որոշել, թե որքան իրատեսորեն կարող եք կատարել եւ երբեք չհամաձայնվեք գերազանցել այդ սահմանաչափը։ Մի խճճվեք փոքր գործերի մեջ, կենտրոնացեք ամենակարևորների վրա։ Եվ իհարկե շաբաթվա վերջում արձակուրդ վերցրեք եւ մոռացեք ձեր խնդիրների մասին։ Փորձեք խուսափել ավելորդ եւ անիմաստ հանդիպումներից։ Հարգելի ձկներ, բախտը ձեզ հետ կլինի շատ հարցերում, հատկապես անձնականում։ Մի տեսակ կհասկանաք, թե ով է իրականում ձեզ հետ շփվում, դե անկեղծ եւ ով ինչ նպատակներ ունի ձեզ հետ կապված եւ ով է օգտագործում ձեզ իր նպատակների համար։ Լավ միտք կլինի զբաղվել ինքնակրթությամբ եւ ինքնակատարելագործմամբ։ Դուք կկարողանաք լուծել ձեր սիրելիի հետ հարաբերություններում առկա թյուրիմացությունները եւ ձեր սիրելիներին տարեք ռոմանտիկ հանգստի։ Այսքանը սիրելիներս, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։